պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ այցելում Հայաստան, Հայաստանի Հանրապետության նախագահը մեկ անգամ այցելել էր պաշտոնական այցը, սակայն փող այց տեղի չէր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի կողմից։ Այցը կարևոր է մի քանի առումով, նախ տնտեսական հարաբերությունների խթանման զարգացման առումով որոշակի կարևորություն ուներ եւ ըստ էության համատեղ հայտարարության տեքստում էլ շատ ընդգծված էր տնտեսական զարգացման նոր հեռանկարների վրա ուշադրություն բևեռելը, մասնավորապես խոսվում էր Պարսից ծոց, Սև ծով միջանցքի մասին, որտեղ Հայաստանը եւ Իրանը կարող են մաս կազմել այդ ճանապարհի Սև ծովը Պարսից ծոցին կապելու ճանապարհի մի մասը կարող են կազմել։ Մյուս գործոնը քաղաքական գործոնն էր, որը ներառում էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան, նաև որոշակի անվտանգային խնդիրներ, որոնց մասին իհարկե շատ ավելի թռուցիկ էր խոսված համատեղ հայտարարության տեքստում, բայց դատելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ է, որ այցը պարունակում էր նաև քաղաքական եւ անվտանգային որոշակի նշանակություն եւ կարեւորություն, մասնավորապես համատեղ հայտարարության տեքստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շատ հստակ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում եւ տարածաշրջանում խաղաղությունը չունի այլընտրանք։ Այս առումով եւս պետք է կարևորել Հասան Ռոհանիի Հայաստան այցը եւ կատարած շեշտադրումները։ Թերևս ներածական մասում այսքանը, եթե ինչ-որ հարցեր լինեն, պատասխանատվություն։ Համեցեք երկու քիչ ավելին տանեք։ Ես ուրեմն խոսեմ ավելի շատ տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում այս այցի կարևորության մասին։ Շատ է բնականաբար շատ է խոսում Ռոհանիի այցի մասին, բավական բարձր տոնով է խոսում այդ մասին, բայց նաև կան որոշակի կարծիքներ, որ այս այցը ուշացած է։ Ես կարծում եմ այս այցի ուշացած լինելը պայմանավորված է հատկապես տարածաշրջանային գործընթացներով։ Մենք գիտենք, որ Ռոհանիի այցը հաջորդեց ընդամենը օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած այցին, այսինքն Իրանի ամենավոխերին թշնամու Իսրայելի վարչապետը այցելում է իր հյուսիսային հարևան Ադրբեջան երկիր եւ պարզ է, որ ուրեմն հայաստանյան այցի նպատակները եւ ծրագիրը ավելի հստակեցնելու նպատակով Իրանում սպասում էին, խորին համոզով սպասում էին Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած այցին եւ դրա արդյունքներին։ Մենք Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների համատեքստում ականատես եղանք տարբեր ոլորտներում այս երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին հայտարարությունների, բայց որ շատ ավելի կարևոր է եւ առանցքային է, բարձրաձայնվեց երկու երկրների ղեկավարների կողմից անվտանգային ոլորտում, պաշտպանական ոլորտում, ռազմական ոլորտում համագործակցելու խնդիրը, ինչը չափազանց կարևոր է հատկապես մեր տարածաշրջանի համար եւ հատկապես Իրանի համար։ Գիտեք, այսպիսի մի խնդիր կա, Իսրայելը եւ Ադրբեջանը երկու երկրների միջև հարաբերություններ օգտագործում են յուրաքանչյուրը իր օգտին, քաղաքական, քարոզչական նպատակներով, ռազմական, անվտանգային նպատակներով, այսինքն եթե Ադրբեջանի Հանրապետությունը օգտագործում է այդ հարաբերությունները ենթադրենք ընդդեմ Հայաստանի կամ սեփական հասարակության համար, ապա Իսրայելի պարագայում այլ է խնդիր։ Իսրայելի պարագայում թիվ 1 թիրախը բնականաբար Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Եվ կարծես թե հենց այս համատեքստում էր նաև ուրեմն Ռոհանիի կատարված այցը Երևան եւ
ինչպես գործընկերս նշեց, հայտարարված, հռչակված ուղղություններից բացի որոշակի իմ կարծիքով ստվերային պայմանավորվածությունների առկայությունը, որոնց մասին միայն ակնարկվեց, եթե կարելի է այդպես ասել, եւ այս այցով մի քանի ուղղություններով բնականաբար առկա հայ-իրանական հարաբերությունները արձանագրում են շատ ավելի բարձր նշաձող, բարձր մակարդակ եւ նոր ծրագրերին հատկապես ընթացք է տրվում ամենաբարձր մակարդակով նախագահների մակարդակ